Ուրախ եք Հիսուս ծնվել է։ Բայց ձեր դեմքերը չի ցույց տալի։ Թողեք աղոթքով սկսենք։ Հայր Աստված, գոհանում ենք քեզանից, շնորհակալ ենք Տեր քո մեծ գործիդ համար։ Այսօր Տեր իմ Աստված ջան հավաքվել ենք, որ հիշենք քո ծնունդը։ Հիսուս ջան, դու եկար երկրի վրա, որ այն անես, որ մեզ համար շատ օգտավետ էր, այն անես, որ մենք չէինք կարող անենք։ Եվ դու կատարեցիր այն բանը, որ Տեր իմ Աստված ջան սկզբում մարդու համար որոշել էիր։ Եվ այսօր հանձնվում ենք քեզիով Աստված։ Թող որ Տեր ամեն մի բանը, որ Աստծո խոսքից այսօր խոսվում է, ամեն մեկիս համար Տեր իմ Աստված ջան լույս լինի եւ ճրակ։ Փառքն ու պատիվն ու զորությունը քոնդ լինի Հիսուսի անունով ամեն։ Բարի գալուստ եմ ասում ամենիդ եւ հույսով եմ, որ այս նոր տարվա համար նոր որոշումներով եկած լինեք։ Ես շատ ուրախ եմ իմ cousin-ս այստեղ է, իրան բարի գալուստ եմ ասում։ Հույսով որ կարողանանք ավելի շատ իրան ծառայենք։ Իվետը մեր փոքրության ժամանակվա շատ մոտիկ cousin-ներից է եղել եւ շատ լավ օրեր ենք ունեցի։ Այսօր պատիվ ունենք, որ իրան մեր մեջ ունենք։ Եվ ամեն մեկիդ հալելույա։ Եվ ամեն մեկիդ ոմանց չեմ ճանաչում, բայց ամեն մեկիդ բարի գալուստ եմ ասում, թող որ Աստծո զորությունը ամեն մեկիդ վրա լինի այսօր։ Եվ այսօր եկել ենք, որ մի հատ կարևոր բանի մասին մտածենք եւ մեզի համեմատացնենք այդ բանին, որ Աստծո կամքի մեջ է։ Խոնար թագավորը Մսուրում։ Հիսուսը այդ խոնար թագավորն էր, որ Մսուրի մեջ ծնվավ։ Գիտեք, պատմության մեջ գրված չի, որ Հիսուսը ինչ թվականի մեջ է ծնվել։ Եթե մենք ուզենանք խոսանք, որ ասենք Հիսուսը այս թվականին է ծնվել կամ այն թվականին, մենք չենք կարող ճիշտ բանը թվականություն կարողանանք հասկանալ։ Գրված չի։ Ինչու համար, որտեղ հին աշխարհի մեջ այն ժամանակ ծննդյան օրը այնքան կարևոր չէր։ Ծննդյան օրը բոլորովին ոչ մի դեր չուներ։ Այդ դերը, որ մարդկանց պատմության մեջ կար, այդ գործն էր, որ իրանց կյանքում մեջ անում էին եւ ինչպես էին վերջացնում։ Դրանց մասին էին խոսում։ Թեկուզ թագավորներն էլ երբեմն իրանց ծննդյան օրը հայտնի չէր, բայց այդ բանը, որ անում էին եւ վերջացնում էին, այդ էր գրվում։ Եվ Հիսուսն էլ բացառություն չկա, Հիսուսի համար էլ այդպես էր։ Բայց երկրորդ պատճառը Հիսուսը մատ սովորական ընտանիքի մեջ ծնվավ։ Իր հայրը carpenter էր, իր հայրը փայտագործ էր, բայց միայն փայտագործ չէր, այսինքն շենքել սարքում էր, շինարար էր։ Եվ Հիսուս Քրիստոսն էլ Հովսեփից սովորավ, իր ստեփադրից սովորավ, որ ինքնը շինարար լինի։ Այս մի փոքր ինֆորմեյշն էր, որ մենք ուզում ենք տանք, որ իմանանք Հիսուսի դրությունը ինչպեսի դրություն էր։ Նա որ թագավոր էր, խոնարհության Մսուրի մեջ ծնվավ։ Ինչքան հիանալի Տեր ունենք մենք, որ կարող էր ամեն բան անել։ Եսայայի 9-րդ գլուխ, այդպես որ Էրիկը կարդաց 9-րդ գլուխ 6-րդ համարը, ասում է, քանզի մեզ համար մի երեխա էր ծնվել, մեզ մի որդի է տրված, իշխանությունը նրա ուսերին կլինի եւ նրա անունը կկոչվի հրաշալի, խորհրդատու, հզոր Աստված, հավերժական հայր, խաղաղության իշխան։ Այս խոսքերը մի հատուկ բեռ ունի իր վրա։ Տեսեք, եւ որ ասում է իշխանությունը նրա ուսերին կլինի։ Մենք թագավորների մենք կյանքի մեջ տեսնում ենք, որ իրանց ուսերին մենակ ինչ կա, մենակ իրանց ուսերին փառք կա, այսինքն ոչ մի նեղություն չեն կրում։ Հիսուս Քրիստոսը այդ փառքը, որ վերցրավ իր ուսերին, այդ խաչն էր, որ մինչև Գողգոթա պետք է գնար։ Բայց հետաքրքիրը ասում է, որ նա պետք է ինչ լինի, խորհրդատու պետք է լինի։ Նրա անունը կկոչվի հրաշալի խորհրդատու։ Այսինքն, եթե այսօր մեր կյանքի մեջ դժվարություն կա, այսօր եթե խնդիրներ կա մեր կյանքի մեջ, չվազենք այս մարդի մոտ, այն մյուս մարդի մոտ։ Ուղղակի գնանք Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ, եւ ինքը կարող է մեզ խորհուրդ տա։ Ամեն։ Եթե մենք պակաս ունենք Հիսուսին, այսօր ժամանակն է, որ Հիսուսին բերենք մեր կյանքի մեջ, այդպես որ ինքը ուզում է մենք կարողանանք մոտենանք նրան։ Բայց հետաքրքիր բան, որ այս համարների մեջ ասում է հավերժական հայր։ Ոմանք սխալվում են, Հիսուս Քրիստոսը հայր Աստվածը չի։ Եվ որ ասում է հավերժական հայր, այսինքն ինքը մատ հայրական սեր ունի։ Հայրի նման ամեն բանը մտածում է։
Հավիտենական հայրը նշանակում է Հիսուսը որպես աստվածային երեսը, որ հավիտենական է, հոգատար եւ մարդկանց հանդեպ ինչպես հայր ապահովելով ինչը առաջնորդությունը, պաշտպանությունը եւ անսպար սերը։ Հիսուս Քրիստոսի քարակտերը այդպեսի մի քարակտեր էր։ Հիսուսը անտարբեր մարդկանց կողքից չէր անցնում։ Այս բաները զարմանալի է, եւ որ ասում եմ մեզ համար մի որդի ծնվեցավ, այսօր կհասկանանք, որ ինչու Հիսուս Քրիստոսը կերպարանափոխվեց եւ մարդու մարմին հագավ եւ եկավ երկրի վրա։ Ուրեմն սովորենք, որ նա հոգատար հայր է։ Մի օտար բան, որ նոր ուխտի մեջ խոսում է Հիսուս Քրիստոսի մասին, Էմանուել, Աստված մեզ հետ։ Այդպես է թարգմանվում, Աստվածը մեզ հետ։ Գիտեք, մարդիկ որոնում են, որ գտնեն Աստուն։ Ես մարդիկ եմ ճանաչում, որ շրջել են աշխարհի մեջ, որ ուրախություն գտնեն։ Մատ երիտասարդ աղջիկ ունենք մեր եկեղեցում տարիներ առաջ, որոշավ, որ լրիվ Եվրոպան քայլելով անցածնի, մոտ 5-6 ամիս իր ճամփորդությունը տևեց։ Ուրախության հետևից էր։ Բայց այսօր մեր ուրախությունը թող որ Հիսուս Քրիստոսին հետևելուց կարողանանք ստանանք, որտեղ նա եկել է եւ մեզ հետ է։ Հավատում եք այդ բանը։ Աստված մեզ հետ է։ Գիտեք ինչ պատահավ։ Եդեմի պարտեզում Աստված իր ներկայությունը մարդուց վերցրեց։ Ինչքան ցավալի է, որ մարդը առանց Աստված ապրի։ Եվ բայց Հիսուս եւ որ ծնվավ, Աստծո ներկայությունը նորեն եկավ եւ Աստվածը սկսեց մարդու հետ նորեն հարաբերություն ստեղծել։ Քրիստոնյաների համար Հիսուսի ծնունդը մեծ հրաշք է։ Ամեն։ Հավատում եք, որ Հիսուսի ծնունդը հրաշք է դες համար թե ոչ։ Եթե չենք հավատում, մեկ փոքր մեր հավատքի վրա սկսենք գործել։ Հիսուսի ծնունդը մեծ հրաշք էր, հիմա կիմանանք ինչի համար։ Աստված մարդ դարձավ, բայց մնաց Աստված։ Հիսուս Քրիստոսը կարող էր մրջուն դառնալ, բայց իր աստվածություն ունենալ։ Կարող էր աշկի չկար, բայց իր աստվածությունը, կարող էր քամի նման կար, կարող էր մեծ հեվով կար, որ մենք ոչ մի պատկերացում չունենք։ Եթե մարդիկն ասում են ինչպես կլինի Աստված մարդի կերպարանք ստանա, Աստված ամենակարող Աստվածն է, ամեն։ Աստված կարող է երեխա դառնա, բայց իր աստվածությունը ունենա։ Հիսուս Քրիստոսը դատարկեց իր ամեն փառքը։ Ֆիլիպպեցիս 2-րդ գլխի մեջ 5-րդ համարն է ասում, որ ասում է ինքը իր ամեն փառքը դատարկեց եւ մարդու կերպարանք հագավ, հողեղեն մարդ դարձավ եւ եկավ ինչի համար, եկավ ծառայելու, եկավ խաչը կրելու, որտեվ ինչ անի, որտեվ մեզի փրկի։ Ուրեմն նա կատարյալ Աստված է եւ նա կատարյալ մարդ է, որ ծնվել է։ Հիսուսը իսկական Աստվածն է եւ իսկական մարդ, այդպես որ ասեցի։ Նա ցույց է տալիս, որ Աստված մոտ է մեզ, ոչ թե հեռու կամ անհասանելի։ Աստված մոտ է մեզ, հավատում եք Աստված մոտ է մեզ։ 2 շաբաթ առաջ, 3 շաբաթ առաջ խոսեցի մի հատ եկեղեցում, որ երբեմն մենք օգնության ենք դիմում տարբեր մարդկանց, բայց մենք չենք գնում Աստծուց օգնություն վերցնենք։ Հիսուս Քրիստոսը մարդացավ, որ մեր կողքին լինի։ Նա խորհրդատու է, նա սկսում է օգնել մեզի։ Եվ եթե պակաս ունեք, կանչեք, Տեր օգնիր ինձի։ Կանչեք, Տեր օգնիր ինձի եւ կտեսնեք, որ Աստված զարմանալի ձևով ձեզ կսկսի օրհնել եւ օգնել։ Մարդը քայլեց Աստծո հետ Եդեմի պարտեզում։ Այսօր մենք պետք է հասկանանք Ադամին որպես առաջի մարդ, որ Աստվածը ստեղծեց, եւ պետք է հասկանանք Հիսուսը որպեսի երկրորդ Ադամ։ Այսօր մեր դասը լրիվ վտրավ վերաբերյալ է։ Առաջի Ադամը Եդեմում մեկը ստեղծեց, երկրորդ Ադամը Հիսուս Քրիստոսը պետք է ինչ անի, պետք է վերցնի այդ մեղքի զորությունը։ Նա վայելեց, Ադամը վայելեց բոլոր օրհնությունները եւ ոչինչի պակաս չուներ։ Ոչ մի խնդիր չուներ, որ դրանով տանջվեր։ Նա անընդհատ հաղորդակցության մեջ էր Աստծո հետ։ Ամեն օր քայլում էր Աստծո հետ։ Այսօր Էմանուելը եկել է որ քայլի մեզ հետ։ Ադամը ամեն օր քայլում էր Աստծո հետ։ Եվ այսօր ինչքան զարմանալի է, որ Աստված որոշել է ինքը գա եւ քայլի մեզ հետ։ Աստծո ծրագիրը մարդկության համար
նրան հավետենական կյանքը շնորհել էր։ Աստված մարդուն ստեղծեց, որ մարդը անցնի երկինք եւ երկնքում իր ստեղծագործությունը մի բան պետք է կատարեր։ Մենք չենք իմանում ինչա պատրաստված մեզ համար։ Բայց Աստծո ծրագիրի մեջ սա էր, որ աթոմը պետք է անցներ։ Բայց մի բան լավ գիտենք, սատանան եւ հրեշտակները, որ սատանայի հետ միաբանվեցին, Աստծո փառքից ընկան։ Բայց Աստված ինչ արավ։ Աստված իր ծրագիրը մարդու համար ուներ եւ մարդուն տեղափոխում է։ Մարդկության սերունդը տեղափոխում է երկնքում։ Ինչպես որ Աստծո խոսքն ասում է, որ երկնքի թիվը լրանա, այն ժամանակ Հիսուս Քրիստոսը կգա եւ դադաստանը կկատարի։ Մենք կանչված ենք, որ երկինք մտնենք։ Աթոմը պետք է գործը կատարեր, բայց դժբախտաբար չկարողացավ։ Բայց երկրորդ մարդը Հիսուս Քրիստոս Աստծո որդին ինչքան զարմանալի է։ Աթոմը եւ Եվայի ստեղծումը Եդեմի պարտեզում Աստված մարդուն ստեղծեց հողի փոշից։ Հողի փոշից, ոչիչությունից։ Չգիտեմ, իսկ ինչպես են կարող մեր մտքի մեջ տեղավորել։ Ինչպես Աստված այդ հողը ցեղ սարքեց եւ հոգի փչեց նրա մեջ եւ մարդը կենթանացավ։ Աստծո զորությունը ինչքան զարմանալի է։ Աստվածը ստեղծեց աթոմին հողից, փոշից։ Ծննդոց առաջի գլուխ 26 եւ 27 համար։ Եվ Աստված ասեց մարդ ստեղծենք մեր պատկերով եւ մեր նմանությամբ։ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով։ Բայց մարդը դժբախտաբար այդ պատկերն ինչ արավ։ Այդ պատկերը կորցրեց, չկարողացավ Աստվածային պատկերը ունենալ։ Սատանան ներս մտեց եւ մարդուն խաբեց։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով։ Աստծո պատկերով ստեղծեց նրան արու եւ էգ ստեղծեց նրանց։ Հետաքրքիր է, որոշ կարող է ոմանք մարդիկ ասեն, որ աթոմն է մենակ Աստծո կերպարանքով ստեղծվել։ Բայց այս համարն ասում է, թե կինը եւ թե մարդը երկուսը Աստծո կերպարանքով են ստեղծված։ Համաձայն եք ինձ հետ։ Կինը եւ մարդը, այս համարն է դա ասում։ Աստված ստեղծեց մարդուն կին մարդ եւ ինչ եւ տղա մարդ։ Դրա համար ենք ասում կին մարդ եւ տղա մարդ։ Աստված մարդկությունը ստեղծեց, հետո կին մարդ եւ տղա մարդ։ Եվ ինչքան զարմանալի է, որ Աստված այդքան բարերար, այդքան առատացեր իր փառքը բերում է մարդու հետ ինչ անում, կիսվում է, որ մարդուն իր կերպարանքը տա։ Ինչքան զարմանալի է սերը։ Ծննդոց 2:7 համարը։ Եվ ասում է, եւ Տեր Աստվածը մարդուն ստեղծեց հողի փոշուց եւ նրա կթանքսների մեջ կյանքի շունչ փչեց եւ մարդը դարձավ կենթանի հոգի։ Աստված ստեղծագործությունից հետո չվերջացրեց, բայց մի կարևոր բան արավ, իր հոգին փչեց։ Աթոմի մեջ իր հոգին փչեց։ Բայց դժբախտաբար մեղքի պատճառով Աստծո հոգին մարդուց վերացավ։ Բայց Աստված էլի մարդուն սիրում էր։ Եվ Աստված իր ծրագիրը նորեն շարունակում էր։ Աստված խորը քննրեց աթոմին, վերցրած նրա ոսկրը եւ ստեղծեց կնոջը, որպեսզի նա իր հետ լինի եւ մենակ չմնա։ Աստված աթոմի ոսկորից վերցրեց։ Այսօրվա իմ պատգամը շատ վերաբերվում է ճիշտ էս համարին, որ Հիսուսն ինչ արավ մեզ համար։ Այդ ոսկորից վերցրեց եւ Եվային պատրաստեց նրա համար, որ մարդը մենակ չլինի։ Ծննդոց 2:21 եւ 22 կարող եք կարդալ։ Եվ Տեր Աստվածը մի խոր քուն բերեց աթոմի վրա, եւ նա քնեց եւ նրա կողքի ոսկորներից մեկը վերցրեց ու այդ տեղը մսով ծածկեց։ Տեր Աստվածը աթոմից վերցրեց ոսկորից մի կին արարեց եւ նրան բերեց աթոմի մոտ։ Ինչքան մեր Աստվածը սիրո Աստված էր, աթոմին չթողեց մենակ մնա, բայց պատմությունը շատ տխուր ձևով վերջանում է Եդեմի պարտեզի մեջ։ Մեղքը փչացրեց Աստծո ծրագիրը մարդու համար։ Մեղքը եկավ եւ մարդը դժբախտաբար մեղքը վերցրեց։
Կարող է մտածեք այսօրվա քարոզը Հիսուսի ծննդյան մասին, ինչու ենք մենք այդ բաներից խոսում, որովհետև մենք պետք է ուղակի իմանանք Գեդեմի պարտեզի ելածը եւ այն բանը, որ Հիսուս Քրիստոսի մեջ է եղել։ Եվ դրանով կարող է մեր հավատքը այսօր ավելի զորանա։ Սատանան դարձավ մեղավոր մարդու տիրակալը։ Սատանան դարձավ մարդու թագավորը։ Եսայայի մեջ 9-րդ գլուխ 6-ի մեջ ինչ է ասում։ Մի մանուկ մեզ տրվեցավ, որ ինքը դարավ ինչ։ Դարավ մեր թագավորը։ Աստված իր ծրագիրը փոխեց։ Աստված սատանայի թագավորությունը վերցրեց եւ Հիսուսին դարձավ թագավոր։ Ինձ համար հայտնություն է։ Թագավոր լինելը բնավորություն է։ Quality է, position չի։ Այսինքն բնավորությունը Հիսուս Քրիստոսինը թագավորական բարի սիրտ ունեցող մի հոր նման Հիսուսին տվա, բայց սատանան այդպեսի բան չէր։ Սատանան ուզում էր մարդկության միջից տաներ, որտեղ ինքը դատապարտված էր արդեն եւ ուզում էր մարդու տաներ դեպի դժոխք եւ դեպի մահ։ Մարդը փչացրեց Աստծո ծրագիրը իր համար, բայց Աստված երբեք չի փոխում իր ծրագիրը։ Եվ դրա համար Հիսուս Քրիստոսը ծնվավ, որտեղ Աստված իր ծրագիրը չի փոխում։ Աստված իր ծրագիրը չի փոխի եւ մարդու միջոցով, եթե փչացել է ամեն ինչը, մի մարդ պետք է գա, որ ամեն ինչ անի, վերանորոգի։ Եթե մարդը մի բան պետք է կատարի, անպայման միջով վերջ պետք է կատարի։ Աստծո ձևը այդպես է։ Եթե Աստված որոշում է մի բանը, այդ որոշումը միջով վերջ կատարում է։ Եվ ամենամեծ պատճառներից, որ Հիսուս Քրիստոսը ծնվավ, դրա համար էր, որ մարդը պետք է կատարեր այն բանը, որ Աստված իր համար ինչ էր արել, նախատեսել էր։ Եվ մարդը պետք է ղեկավարեր, եւ մարդը պետք է ինչ աներ, մարդը պետք է ազատ կամքով կարողանար ամեն այդ բանն աներ, բայց ոչ ոք չգտնվեցավ երկրի վրա, որ այդ բանն աներ, որտեղ էլ արդեն Աթամը փչացրել էր, եւ Հիսուսը եկավ մեր մեջ, Էմանուելը եկավ մեր մեջ, որ ինքը կարողանա կատարի այդ ամեն բանը։ Եդեմի պարտեզում մարդը չէր ստիպված չարչարվել կամ տառապել իր կարիքները բավարարելու համար։ Ինքը ոչ մի բան չէր անում, չէր նեղություն կրում։ Արդեն ամեն ինչ իր համար պատրաստ էր։ Աստված ստեղծագործությունը բերել էր, տվել էր Աթամին, Աթամ արի սրանց համար անուն տիր։ Եվ Աթամը ամբողջ ստեղծագործության ղեկավարը դառավ, բայց սատանան վերցրեց այդ Աթամի աթոռը քաշեց եւ ինքը նստեց այդ աթոռի վրա։ Եվ միջով այսօր սատանան իշխանությունով ուզում է մարդկանց դեպի ինչ տանի, դեպի անդուն տանի։ Բայց մենք Հիսուս Քրիստոսի մեջ հետ ենք դառնում այդ իշխանության վրա։ Հիսուս Քրիստոսը ծնվավ, որ մեր իշխանությունը մեզի հետ տա։ Ամեն։ Եփեսացիս 2-րդ գլխի 6-րդ համարի մեջ ասում է. ինքը մեռավ եւ հարություն առավ եւ մեզի էլ իր այդ հարություն տվեց եւ մեզի ինչ արավ, երկնավոր տեղերում նստացրեց։ Հիսուս Քրիստոսը մեզի երկնավոր տեղերում է նստացրել։ Ինքը ծնվավ, որ այդպեսի բանը կատարվի ամեն մեկիս համար։ Ինչքան ենք հիմա մենք տխուր։ Չգիտեմ մեր կյանքի համար ինչքան են տխրում։ Այս ամբողջ չարչարանքը, այդ տառապանքը, որ մենք պետք է կրեինք Հիսուս Քրիստոս Աստծո որդին կրավ։ Այդ չարչարանքը, որ մենք երբեք չենք կարող իր մասին մոտեցում ունենալ կամ հասկանանք այդ ցավը, որ Հիսուս Քրիստոսը կրեց։ Սակայն մեկը նրան ստիպեց աշխատել երկրի բերքից հաց ստանալու համար եւ երեխաներ ցավով ծննդաբերելու։ Եվան սկսեց ցավով երեխա ունենալ։ Տառապանք եւ ցավ շատ զարմանալի էր եւ մեղքը որ գալիս է, մեղքը չի գալի որ մեզի հաջողք տա, մեղքը գալիս է որ մեզի ինչ անի, մեզի միջից տանի, մեզի տառապանքի մեջ տանի, բայց Հիսուս Քրիստոսը եկավ որ մեղքի գերությունը վերջանա։ Աստված ինքը մարդ դարձավ։ Մարդուն իր սկզբնական վիճակին վերադարձնելու համար Հիսուսը ծնվեց, որ մարդին հետ դարձնի այդ վիճակի համար, որ Աստված տվել է։ Չգիտեմ պատահել է, որ դուք մեկին նվեր տաք, այդ նվերն հետ առնեք։ Պատահել է։ Ես աշխատում եմ այդտեղ, հետո
Իմ գործատերս ռոճիկ էր ինձ տալի, հետո եմ յուսոր կայսեր հետ էր առնում։ Ասում կլի փողտած փողջունը։ Հիմա Աստված այդ բանը որ արել է մեզ համար, երբեք հետ չի վերցնի։ Բայց մի բան կարևոր է։ Մեր բնությունը պետք է փոխվի։ Մեր ստանդարտները պետք է փոխվի, մեր նայվածքը պետք է փոխվի։ Մեր սիրտը պետք է դառնա թագավորական սիրտ, թագավորական բնություն։ Աստծո խոսքն ասում է դուք թագավորներ եւ կանոններ եք։ Թագավորը, որ Հիսուս Քրիստոսն է խոսում մասին, այդ թագավորը չի որ զորք ունի մարդկանց սպանելու համար։ Այդ չի որ կարողանա ինչ անի, կարողանա գա եւ երկիրներ վերցնի։ Թագավոր այսինքն ինքը թագավորական բնույթ ունի, իշխանություն ունի։ Մենք ինչի վրա իշխանություն ունենք։ Այսօր մենք պետք է իմանանք ինչերի վրա պետք է իշխանություն ունենանք։ Արդյոք մեր սրտի վրա իշխանություն ունենք։ Բայց դժբախտաբար չէ։ Ես հավատացյալների հետ հանդիպում եմ, մեղքի մեջ են, նախանձի մեջ են, բամբասանք կա, դառնություն կա։ Ցույց է տալի, որ մենք այդ թագավորական բնությունը դեռ չենք վերցրել։ Աստծո խոսքն ասում է մենք չէ պետք է կռվարար մարդիկ լինենք։ Աստծո խոսքն ասում է որ այն որ Աստծուն ծառայում է եւ Աստծո համար է ապրում, նա պետք է ինչ լինի, փափկասիրտ մի անձնավորություն։ Եվ դժբախտաբար մենք չենք հասկացել այն բանը, որ Աստված տվել է մեզի։ Բայց Աստված մեզի քաջալերում է, որ եկեք ինձ մոտ։ Եկեք ինձ մոտ եւ իմ լույսը ձեր վզին առեք։ Դուք աշխարհի լույսը կարողա ձեր վզին է։ Աշխարհի ցավն ու տառապանքն է ձեր վզին։ Բայց Հիսուս Քրիստոսը մեզի կանչել է, որ իր լույսն ունենանք։ Իր յոկը վերցնենք։ Եվ որ իր յոկն ենք վերցնում, ինքը խրատում է մեզի, որտեղ ինքը խորհրդատու Աստված է։ Ինքը հավետանական հայր է։ Եվ որ մենք իր լույսն ենք վերցնում, ինքը սովորեցնում է մեզ ինչպես քայլենք։ Ինքը սովորեցնում է մեզի, որ ինչպեսի ապրենք։ Ինքը սովորեցնում է մեզի, որ ինչպեսի մոտենանք Աստծուն, ինչպեսի Աստծո հետ կյանք ունենանք։ Եվ դրա համար Հիսուս աշխարհ եկավ։ Հովհաննես առաջի գլուխ 14-րդ համար։ Եվ բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց եւ տեսանք նրա փառքը, որ ինչ փառք էր, որ հորից ունի միածինի շնորհով, լի շնորհով ու ճշմարտությունով։ Հիսուս Քրիստոսը եկավ եւ մարմին հագավ։ Մարմին հագեց, որ կարողանա Աստծո շնորհքը փոխանցի ամեն մեկից։ Հռոմեացիների 5-րդ գլուխ 18-ից 19։ Ապա ուրեմն ինչպես մեկ հոգու հանցանքով բոլոր մարդիկ դատապարտության ենթարկվեցին, նույնիսկ էլ մեկ հոգու արդարության բոլոր մարդիկ կյանքի արդարությանը կհասնեն, որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, նույնպես էլ մեկ հոգու հնազանդությամբ շատերը արդար պետք է լինեն։ Հիսուս Քրիստոսը եկավ, որ մեզի արդարացնի։ Եվ այս Աստծո ինչն է, Աստծո արդարությունն է։ Կարող ենք գնային դատաստան ասենք Տեր, Աթամը մեղ գործեց։ Ինձ ինչ։ Աթամը վատություն արավ։ Ինձ ինչ կապ ունի, որ ես պետք է դատապարտվեմ։ Բայց Աստված ճանապարհ դրեց մարդու համար։ Աթամը եթե մեղ գործավ, եւ մեղքի արմատը քո մեջ է, այսօր Հիսուս Քրիստոսը եկավ, որ այդ մեղքի արմատը մեզանից վերցնի։ Մանուկը, որ եկավ, մեղքի արմատը ամեն մեկից վերցնի։ Եվ հետաքրքիր է, համեմատենք այսօր։ Այն կյանքը, որ Աթամը արեց եւ փչացավ, այն փչացած կյանքը, որ Հիսուս Քրիստոսը ոտք դրավեց երկրի վրա, ինչպես Հիսուս Քրիստոսը հաղթահարեց այդ կյանքի դառնության, այդ կյանքի դաժանության եւ կատարյալ ձևով վերջացրեց միջով վեր։ Եվ դրա համար երկրորդ Աթամն է եւ նրա շնորհիվ մենք կարող ենք այսօր փրկություն ունենալ։ Նա այն է, որ կարող է գար երկրի վրա, բայց ինչ պաշտոնով, բարձր պաշտոնով, ամեն ինչը ինչ լիներ պարտադիր, ամեն ինչը ինքը պարտադիր չհամարեց իր համար,
վերցրեց ամեն այդ բաները դեն դրեց, իրան դատարկեց եւ եկավ մարդկանց մեջ հասարակ մարդու նման սկսեց ապրել։ Նա ծնվեց Մսուրում։ Ադամի եւ Հիսուսի մեջ եղած տարբերությունները այսօր պետք է սովորենք։ Ադամը որպես առաջին մարդը եւ ինչ է լավ առաջին մարդը, որ մեղքի աղբյուրը դարձավ։ Մեղքը սկսվեց Ադամից եւ դրա պատճառով ամեն մեկս մեղավոր դարձան, որտեվ արմատ ունենք մեղքից Ադամի կողմից։ Հիսուսի մարմնավորությունը, Հիսուսի ծնվելը, Հիսուսի creation-ը ինչ է ասում։ Հիսուսը Աստված է։ Նա որ դարձավ մարդ, ինչպես կարդացինք Հովաննու ավետարան առաջի գլուխ 14-րդ համար, ընդունելով մարդկային բնությունը առանց մեղքի։ Հալելույա։ Ոմանց ասում են, արդյոք Հիսուսը կարող էր մեղ գործել։ Մարդիկ ասում են, հա, Հիսուս կարող էր մեղ գործել։ Ով թեզի ասավ, որ Հիսուս կարող էր մեղ գործել, իր հավատքի վրա պետք է ինչ անենք, նորցեն մտածենք, հավատքը փոխենք։ Հիսուսը երբեք չէր կարող մեղ գործել, որտեղ Աստծո բնություն իր մեջ էր։ Կատարյալ Աստված էր եւ եթե Աստված մեղ կարող է գործի, ուրեմն Հիսուսը էլ կարող է գործի։ Հիսուսը մեղ չէր կարող գործել եւ այդ բանի համար բոլորովին իր միտքը չէր աշխատում։ Բոլորովին իր միտքը չէր գործում, որ մի բան անի, որ դրանով կարողանա հաճույք ստանա, մարդկային հաճույք ստանա։ Ինքը ծնված օրից կերպարանքը մարդկությանը վերցրեց եւ քայլ առ քայլ, ինչպես Ղուկասի ավետարան 2-րդ գլուխ 52-րդ համարի մեջ ասում է, նա ինչով էր մեծանում հասակով եւ ինչով եւ իմաստությունով նա մեծանում էր։ Հիսուսը ամեն քայլի մեջ իր աստվածությունը իր համար բացահայտվում էր, որտեղ ինքը դատարկել էր ամեն փառքը եւ քայլ առ քայլ հասկանում էր, որ ինքը Հիսուսն է եւ ինքն Աստվածն է, որ մարմինը ակել։ Հիսուսը 12 տարեկան էր եւ գնացել էր տաճար։ Մարիամն ու Հոսեփը հետ են տարել իրաց քաղաքը, տեսան Հիսուսը չկա։ Եվ որ հետ տարան, Հիսուսին ասին, դու հոգը չի, մենք ման ենք գալի քո հետևից, երկմիտ ենք քո համար։ Եվ Հիսուս Քրիստոսը 12 տարեկան լինելով ասավ, ինչ մտե չեք իմանում, հորս տան մեջ եմ ես։ Ես եկել եմ իմ հորս տան մեջ։ Հիսուսը իմանում էր ամեն մեկ քայլը, որտեղ ինքը սովորել էր 7 տարեկանից հետո հրյա տղամարդիկ դասարան էին գնում։ Միջով 12 տարեկան ամեն մի քայլը, որ ինքը սովորում էր հին ուխտից, հասկանում էր, որ ինքն Աստվածն է, որ երկրի վրա էր։ Եվ զարմանալի է այսպեսի խոնարհությունը, որ Աստված Հիսուսի մեջ ներկայացնում է։ Հույսով որ այս բաները դեր միտքը բան չանի չխանգարի։ Գիտեք աստվածաբանությունը որոշ բաներ ունի, որ շատ դժվար է հասկանալը, բայց այս իրականություններն են, որ Աստծո խոսքի մեջ կա։ Ադամի դերն ինչ էր։ Նա դրված էր Եդեմի այգում Աստծո հետ լիակատար միաբանությամբ ապրելու եւ ստեղծված աշխարհի խնամքը կառավարելու համար։ Նա ինքը պետք է կառավարեր ամեն այդ աշխարհը։ Բայց մարդկությունը փչացրեց։ Այսօր գիտնականներն են ասում, ասում են, եթե մարդին ստեղծագործությունից վերցնես, մի քանի տարի հետո երկրագունդը կսարքվի, ծառերը կսարքվեն, բնությունը կնորոգվի, եւ զարմանալի է մարդը ոչ մի դեր չունի ստեղծագործության մեջ, բայց դժբախտաբար մարդը փչացնում է ստեղծագործությունը։ Այդպես չի։ Ներողություն։ Մարդը ինչքան է ընկել, մարդը որ պետք է կառավարեր այս երկիրը, դարձել է երկրի ջարդողն ու փչացնողը, կռիվներով, բնությունը փչացնելով, իշխանությունը սատանական իշխանությունը վերցնելով եւ չկարողացավ այդ բանը կատարել Ադամը։ Հիսուսի դերի տարբերությունը Ադամի դերից։ Հիսուսը ապրեց Աստծո կատարյալ հնազանդությամբ, իրականացնելով օրենքը եւ Աստծո փրկության ծրագիրը։ Հալելույա։ Հիսուսը կատարեց այդ ամեն բանը։ Ադամի հնազանդությունները եւ Հիսուսինը, Ադամի մեղքը արգելված պտղից ուտելը
մցրեց նախնիական մեղքը մարդկային ցեղի մեջ։ Ինչքան կարևոր է, որ այսօր մենք մտածենք մեր ցեղի մեջ ինչ ենք անցացնում։ Արդյոք մտածում ենք մեր բարեկամները, մեր զավակները վերցնեն այդ բանը, որ Հիսուս Քրիստոսն է իրանց տալի, թե ոչ։ Ես աշխատում եմ իմ զավակներին այդպես, որ Աստվածն է ուզում կարողանան փոխանցեմ Աստծո խոսքը եւ դրանք կարողանան շարունակեն եւ սերունդից սերունդ Աստուն կարողանան պաշտեն, բայց աթամի մեղքը պատճառ եղավ, որ մարդկությունը փչանա։ Հռոմեացիների 5-րդ գլուխ 12-րդ համարն ասում է. «Ուստի ինչպես մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ եւ մեղքի միջոցով մահը, այնպեսի էլ մահը անցավ բոլոր մարդկանց, քանի որ բոլորը մեղանչեցին»։ Աթամի գործը ամենից մեղավոր դարձավ։ Այսօր մենակ Հիսուս Քրիստոս Աստվածը կարող է մեր բնությունը փոխի։ Եթե մեր մեջ նախանձ կա, եթե մեր մեջ դառնություն կա, այս տարի թողեք որ նորոգվի մեր սիրտը։ Թողեք որ մտածենք այն բանը, որ Հիսուս Քրիստոսի մեջ էր։ Աստծո խոսքն ասում է մենք կանչված ենք վերիները մտածենք։ Վերիները Աստծո գահը մտածենք։ Չգիտեմ ինչ բաների մասին ենք մենք հոգսանում։ Արդյոք մեր հոգսերը Սուրբ գրքի հետ համեմատա թե ոչ։ Աստված կանչել է, որ մեր բնությունը փոխվի այն բաների համեմատ դառնա, որ ինքն է ուզում։ Ինք ուզում է մեր ստանդարտները փոխվի, եւ այսօր մենք այդ բանի մեջ կանչված ենք, որ անենք։ Հնազանդություն եւ զոհաբերություն։ Հիսուսը իր մահվան եւ հարության միջոցով ինչ արավ, շրջեց ամեն այդ աթամի արած գործը։ Եթե Հիսուսը չմեռներ եւ հարություն չառներ, մենք ոչ մի փրկության համար ոչ մի առավելություն չունենք։ Եվ մենք կդատապարտվենք եւ դրա համար շատ կարեւոր է, որ մենք այդ հրավերը Հիսուսից ունենանք։ Հետևանքը աթամի միջոցով մարդկությունը ժառանգեց մահը, Աստծուց բաժանումը եւ ընկած բնությունը ստացավ։ Նա ներկայացնում է մարդկության ծածողումը Աստծո նախատեսված կերպով ապրելու մեջ։ Աթամը չուզեցավ այդ բանը, որ Աստված որոշել էր այդ բանն անել։ Հետևանքը Հիսուսի միջոցով ինչ եղավ։ Մարդկությունը ունի ներելու հնարավորություն Աստծո հետ վերականգնված հարաբերություն եւ հավիտենական կյանք։ Նա ներկայացնում է մարդկության հնարավորությունը նորոգել Աստծո պատկերովը։ Այսօր Հիսուս Քրիստոսը ուզում է մեզի տանի նորցեն Աստծո կերպարանքը վերցնելու։ Աստված Եդեմի մեջ մարդու ստեղծեց իր կերպարանքով։ Աթամի մեղքը հեռացրեց մարդու կերպարանքը, բայց Հիսուս Քրիստոս ուզում է այդ բանը կատարի։ Հիսուս Քրիստոս ուզում է նորեն հետ տա այն բանը, որ Աստված մեզ համար պատրաստել է, առաջուց պատրաստել էր։ Քանի հատ բան այսօր կասենք եւ կվերջացնենք այսօրվա քարոզը։ Եդեմի պարտեզում Աստված մարդուն ստեղծեց հողի փոշուց, որպեսզի մարդը լինի Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Եդեմի պարտեզում Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով եւ նմանությամբ։ Ինքը ծնվեց Մսուրում, որպեսզի դառնա մարդկանց նման։ Հիսուսը ծնվեց, որ մարդու նման դառնա։ Եդեմում Աստված աթամին ստեղծեց, որ Աստծո նման դառնա, բայց Հիսուսը ծնվավ, որ մարդու նման դառնա։ Ամեն ինչը վերցնելով, մարդու կերպարանքը, մարդու ցավերը։ Աստված ինչ արեց աթամին։ Աստված աթամին խորը քնացրեց եւ իր կողքից ոսկոր վերցրեց։ Եվ այդ ոսկորը դարձավ Եվա։ Եվ Եվային տվեց, որ աթամը մենակ չլիներ։ Հիսուսին խաչի վրա
իր կողը ծակեցին։ Աթամի կողքը Աստված եւ որ ոսկորը վերցրեց։ Նախքան այդ ոսկորը վերցներ ինչ արավ, աթամին քնացրեց։ Խորը քունի մեջ։ Անաստազիա եք ասում, ինչ եք ասում անգլերենով, հա? Անաստազիա, բանի մեջ, հիվանդանոցի մեջ, անեստիժա։ Անգլերենս լավ չի կներեք։ Ինքը խոր քնած էր, մա հետ ոսկոր իրանից վերցրան։ Բայց Հիսուս Քրիստոսը խաչի վրա էր։ Ցավ էր քաշում եւ Ռոմացի զինվորները եկան եւ ուզեցան քացախ տային Հիսուս Քրիստոսին։ Գիտեք այդ քացախ, որ Հիսուսին տալիս էին, դրա համար չէր ուզում ցավը պակսացնին։ Քացախը պատճառը դառնում, որ արունը ջրիկանա, արունը ավելի լավ պտտի եւ կյանքը ավելի երկարանա։ Այսինքն Հիսուս Քրիստոսը խաչի վրա պետք է ավելի շատ տանջվեր։ Աթամը ոչ մի տանջանքով իր կողքը Աստված վերցրեց այդ ոսկորը։ Բայց առանց որ տանջանք ունենա, նորցեն տեղը լցրեց։ Հիսուս Քրիստոսի կողքը ծակ մնաց, այն ժամանակ որ սենյակում հավաքված էին առաքյալները, Թոմասը չկար, բայց երբ որ Հիսուս եկավ, Թոմասը տեղ էր։ Թոմասին ասավ, արի տես, ձեռքերս տես, որ խոցված է, եւ կողքս որ ծակատես։ Զարմանալի է Աստծո գործը։ Այնտեղ աթամ ինչքան լավ, հեշտ ձևով ամեն ինչ ստացավ, բայց Հիսուս Քրիստոսը պետք է հաղթեր այդ ամեն բաներին։ Եվ նա ցավը կրեց, էդ էլ ինչ ցավ, խաչի ցավը։ Աթամը ոչ մի դժվարություն չուներ, առանցին նեղություն կարող էր ամեն ինչ գործ անել եւ ոչ մի բան պակաս չուներ։ Հիսուսը ծնվավ, մեծացավ եւ իր ստեփվադերի հետ, իր հերացուի հետ աշխատանք արեց։ Ինքը դարավ carpenter, միայն carpenter չէր, շենքի գործել էր անում Հիսուս Քրիստոսը։ Չմտածենք, որ Հիսուս Քրիստոսը մենակ փայտով էր զբաղվում։ Հիսուս Քրիստոսը այդ հունական բառը, որ օգտվում է, որ ինքը կարողանում է շինարար լինել։ Այդ բառը, որ օգտվում է Հիսուսի աշխատանքի մասին, շինարար բառն է օգտվում։ Նա ձեռքերով նեղություն կրեց։ Այդ էլ ինչի համար։ Հոսեփը շուտ է մահանում։ Եվ Հիսուսը նեղություն է կրում իր քույրերին եւ եղբայրներին մեծացնելու համար։ Միջով 30 տարեկան Հիսուսը մենակ նեղություն էր կաշում։ Իր երեսը, այդպես որ գիտնականներն են ասում, իր երեսը արևտեսած։ Եվ իր ձեռքերը գործավորի ձեռքեր ուներ։ Այդպես որ Աստծո խոսքն ասում է իր դեմքը, ով որ նայում էր, ոչ մի հաճելի դեմք չուներ։ Եսայիայի 53-րդ գլխի մեջ։ Բայց դժբախտաբար այսօր մենք շատ թեթև ենք մոտենում Հիսուսի ծնունդին։ Սայլակները գալիս են, չգիտեմ, եղջերուհիներն տեղ են, զանգերն ակախած, բոլորովին այդպես չի եղել։ Այդ օրերում ամենադաժան Հրոդեսն էր ապրում։ Այդ Հրոդեսը, որ իր կնոջ սպանեց թագավորության համար, իր տղային սպանեց թագավորության համար, եւ ուզեցավ, որ Հիսուսին էլ սպաներ։ Այդ օրերում, որ կայսրը, ամենադաժան կայսրերը իշխանություն ունեին Հրեաստանի վրա, Հիսուսը տեղ չուներ է թալու։ Ամեն տեղանք լսված էր, Հիսուսին տարեցին մի տեղ ծնվավ, որ ոչ մի մարդ կարող է չհամարձակվեր տեղ ապրել։ Բայց Հիսուսը գնաց տեղ ծնվավ։ Ինչու համար, որտեղ ամեն փառքը դատարկեց։ Եվ մենակ ին եւ քո համար։ Ձեզ եւ մեզ համար Հիսուս Քրիստոսը այդ մի կատարյալ գործն արեց։ Եվ եկավ, հալելույա։ Թող այս բանը լավ մտածենք։ Աթամի կողքի ոսկորը դարձավ Եվա։ Հիսուս Քրիստոսի կողքի ծակը, որ բացվեց նիզակի պատճառով, արյունն ու ջուրը սկսեց հոսել եւ իր փրկությունը սկսավ գալ եւ ստեղծվեց եկեղեցին։ Հալելույա։ Աստծո խոսքն ասում է եկեղեցին Հիսուս Քրիստոսի ինչն է։ Հիսուս Քրիստոսի հարսն է։ Եվ մենք հրավիրված ենք, որ երկնային քաղաքը ներս մտեք, Հայտնության 19-րդ գլուխ 9-րդ համար։ Երանի ձեզ, որ հրավիրված եք երկնքում գարանը հարսանիքին, եւ Հիսուս այդ ամեն բաներն արավ իր անձը զոհելով, եւ թողեք, որ մենք այսօր նայենք եւ սկսենք
փոքր մանուկի նման։ Հիսուսը կոտրեց սատանայի թագավորությունը մարդկանց վրա եւ հաստատեց իր թագավորությունը։ Այսօր ուզենանք թե չուզենանք, Հիսուս Քրիստոսը թագավոր է։ Թողեք այդ թագավորին հնազանդենք։ Կսիրեք դուք թագավորություն ունենաք, մարդիկ չհնազանդեն ձեզի, թագավորին հնազանդենք։ Ինչ որ ասում են լսենք, այդքան չխաղանք։ Ոմանք գալիս են ասում են, ես այս բանն արեցի, մեղ կա դες սխալ է, բան ճիշտ է։ Այդ որ Հիսուսն ասում է թող կտրա վրա կանգնենք։ Հիմա մենք ունենք հնարավորություն Աստծո հետ քայլելու եւ վայելելու այն բոլոր օրհնությունները, որոնք Աստված մեզ համար պատրաստել է։ Վայելել Աստծո հետ ինչքան հիանալի է։ Չի նշանակում, որ մենք հատ չունենք, հաստ Աստված մեզի։ Վայելել, քայլել մեր ստեղծագործիչի հետ եւ նրա հետ ապրել ինչքան հիանալի եւ քաղցր է։ Քրիստոսի ծնունդը մեզ հնարավորություն է տալու, որ ինչ ունենք, վերափոխելու մեզի Հիսուս Քրիստոսի պատկերով։ Հիսուսը եկավ, ինքը մարդացավ, որ մեզի հետ տանի այդ փառքի մեջ, որ մենք նորեն վերցնենք այդ փառքը, որ Աստված որոշել էր, մեզի դարձնի Աստծո կերպարանքով։ Հիսուսը մանուկ էր, մենք էլ պետք է սկսենք մանուկ լինել։ Հիսուսը աշխատեց, մենք էլ պետք է սկսենք աշխատել։ Հիսուսը հոր կամքն էր որոնում, մենք էլ պետք է հոր կամքը որոնենք։ Հիսուսը խաչվավ, մենք էլ պետք է մեր խաչը վերցնենք եւ ամեն օր գնանք այն բանի մեջ, որ ինքն է մեզ հրավիրում։ Եվ այդ հավատարմությունը սկսվում է Քրիսմասի մեսեջով, ամեն մեկս ընդունելով։ Եթե ընդունում ենք, թողեք որ Աստված փառավորվի ամեն մեկից միջոցով։ Ես էլ չեմ ուզում շատ խոսամ, թողեք ոտքի վրա կանգնենք։ Հալելույա։ Աթամը փոշի էր, Աստված ցեղ պատրաստեց, Աթամին փչեց իր ոգին եւ Աթամը կենթանի դարձավ։ Եվ Հիսուսը եկավ հողեղեն երկրի վրա եւ ինքը դարձավ մարդ, որ տանի այդ բանը, որ Աստված մեզ համար պատրաստել է եւ մենք դառնանք Աստծո թագավորներ եւ Աստծո քահանաներ։ Հայր Աստված գոհանում ենք քեզանից եւ փառք ենք տալի այսօրվա համար։ Հիանալի է Տեր քո մասին մտածելը, հիանալի է քո մասին Տեր իմ Աստված ջան խոսելը։ Թող որ Տեր կարողանանք այսօր ընդունենք այդ մանուկ լինելը, որտեղ քո խոսքն ասում է, որ եթե մանուկ չլինենք, երկնքի արքայությունը ներս չենք մտնի։ Թող որ մենք մանուկ դառնանք ով Աստված, մանկական սիրտ ունենանք, առանցի խռով, առանցի քեն, առանցի բամբասանք, առանցի դժգոհություն եւ միայն ու միայն կապված լինենք քեզի ով Աստված։ Շնորհակալ ենք Տեր։ Փառք ու պատիվ քեզ ենք տալի Տեր եւ կորնություն ենք ուզում այս տարվա համար, ամեն մեկիս համար։ Թող որ Տեր մեր միջոցով դու այս տարի փառավորվես։ Հիսուս որդու անունով փառք քեզի։ Ամեն։ Աստված օրհնի ձեզի։ Քարմեն լաուր ես։